Ողջունում եմ բոլորին, իմ շատ սիրելի հետևորդներին, հարազատներիս, ինչպես եք սիրել ներս։ Այսօր շատերի խնդրանքով վերջապես կպատրաստեմ ռավիոլիներ, ամենահամեղ ուտեստներից մեկը իտալական խոհանոցում։ Սիրելիներս, ռավիոլիները պատրաստում են շատ հեշտ ու արագ, պարզապես պետք է ճիշտ բաղադրիչներ ընտրել և ճիշտ ձևով պատրաստել։ Ես այստեղ ունեմ 250 գրամ սովորական ալյուր և ունեմ 200 գրամ սեմոլա։ Սեմոլան դա նույն ցորենի ալյուրն է, պարզապես ուրիշ ձևով է մշակված։ Ես կարծում եմ բոլոր խանութներում էլ վաճառվում է, կարող եք ձեռք բերել։ Այսքան ալյուրին, եթե սովորական ալյուրով եք պատրաստելու միայն ալյուրով, այսինքն 100 գրամին 1 ձու է պահանջվում, այսինքն եթե օգտագործելու եք 5 ձու, ուրեմն պետք է օգտագործեք 500 գրամ ալյուր, իսկ եթե սեմոլա եք օգտագործելու, մի քիչ է, դրա համար ես սեմոլա մի քիչ եմ օգտագործել։ Հիմա սա է իսկական բաղադրատոմսը, դուք էլ այսպես կարող եք հանգիստ պատրաստել։ 5 ձու, շատ քիչ աղ եմ անում, որովհետև աղը միջուկի մեջ է օգտագործվում ավելի շատ ու սկսում ենք հավաքել խմորը։ Սիրելիներս, պետք է մի քիչ զգուշ հավաքենք խմորը։ Այստեղ ոչ ջուր, ոչ կաթ, ոչինչ չի օգտագործվելու։ Այսպես խնամքով հավաքում ենք։ Պետք է ստացվի շատ պինդ խմոր։ Ուղղակի պետք է համբերատար հավաքել։ Այ հիմա հավաքում եմ խմորը։ Հավաքվեց խմորը, տեսեք, պինդ, ձիգ խմոր պետք է լինի, սիրելիներս, սա շատ կարևոր է։ Այսպես գունդ ենք անում, ինքը որ հանգստանա ավելի է պնդանալու, դնում ենք սառնարանում, 30 րոպե պետք է հանգստանա։ Այդ ընթացքում կպատրաստենք միջուկը։ Որոշել եմ միջուկը հենց պատրաստել իտալական ձևով, իրենց դասական ձևն է, սպանախով և ռիկոտայով, շատ համեղ միջուկ է, ձեզ էլ եմ խորհուրդ տալիս, հիմա միասին կպատրաստենք։ Ուրեմն այսպես, մինչև պատրաստ լինի մեր խմորը հանգստանա, պնդանա, իրար գա, պատրաստում ենք միջուկը։ Միջուկի համար օգտագործել ենք սպանախ։ Սպանախը նախապես ես արդեն էփել եմ, լավ ջրքամել եմ, դա շատ կարևոր է, որպեսզի միջուկը շատ ջուր չունենա, և կտրատել եմ, որպեսզի երկար իր թելերը չունենա։ Օգտագործում ենք մոտավորապես 300-ից 350 գրամ սպանախ, բայց մեր պաստայի քանակը, ռավիոլի խմորի քանակը մի քիչ ավելի շատ է, կարող եք հետո ուրիշ միջուկներ էլ օգտագործել, ես սա ուղղակի ձեզ ցույց եմ տալիս տարբերակը։ Այդքանին ավելացնելու ենք 250 գրամ ռիկոտա, սովորական կաթնաշոր է, սիրելիներս, ռիկոտան եսին ինչ հայտնաբերություն չի, Հայաստանում ասում են հատուկ տեսակի պանիր է կամ չգիտեմ ինչ, սա սովորական կաթնաշոր է, պարզապես շատ փափուկ տեսակն է, կրեմային տեսակն է, Հայաստանում էլ են վաճառում այդ տեսակ կաթնաշոր, այնպես որ հանգիստ օգտագործեք։ Աղ ենք անում, որպեսզի համեղ լինի, աղը չենք շարաշահում, որովհետև օգտագործելու ենք պարտադիր պարմեզան կամ գրանա падանո, պանիր կամ պարմեզան, 4 գթալ ճաշի անհրաժեշտ է, ամենահամեղը հենց սա է, առանց սրա համեղ չի ստացվելու, ես ձեզ հաստատ կասեմ։ Ու մի լավ, սիրելիներս, այս միջուկը պետք է խառնենք, այնքան լավ, որ ստացվի լավ սիրուն պուպուշ, փափուկ զանգած։ Այդ տեսնում եք, որ սպանախը լավ ջրքամեք, այսպիսի լավ զանգած կստանաք։ Վերջ, միջուկը պատրաստ է։ Կարող ենք սկսել պատրաստել արդեն։ Խմորը իբր թե հանգստացա, բայց իհարկե 10 րոպե չկարող միջուկը պատրաստեցի, սովորաբար սիրելիներս, դուք ինձ մի նայեք, ես որ ասում 30 րոպե գոնե պահեք, որ հանգստանա, թողեք հանգստանա։ Հիմա կամ գռնակով եք բացում, շատ բարակ ու մեծ, պետք է շատ բարակ լինի, կամ էլ
այսպիսի կրտնակներով իմ բախտը բերել է ունեմ, սրանով ավելի հեշտ կլինի, կամ էլ սովորական ձեռքի կրտնակով ենք բացելու։ Պետք է բացենք այնպես, որ բարակ լինի, խմորը նուրբ լինի, սիրելիներս։ Եթե զգաք, որ բացելուց անհրաժեշտություն կա այլ օգտագործելու, հանգիստ օգտագործեք, առանց մտածելու։ Սիրելիներս, խմորը բաժանում եմ 4 մասի։ Մի փոքրիկ գրտնակով կբացեմ, որպեսզի ավելի հեշտ լինի, հետո նոր ձեռքի այս գրտնակով կբացեմ։ Տեսնենք ինչպես կստացվի։ Սեղանը մի փոքրիկ ալրոտում եմ ու սկսում եմ բացել։ Եթե փայտե մեծ գրտնակ ունեք, ապա քանի որ պինդ խմոր է, պետք է զգուշությամբ հանգիստ այսպես բացեք։ Պետք է շատ բարակ բացեք, խինկալիի խմորը ինչպես եք անում, այդ նույն ձևով պետք է բարակ բացվի։ Տեսեք դեռ շատ բարակ չի, մի հատ հետ կանցկացնեմ ու կստացվի բարակ արդեն։ Այ տեսեք ինչպիսի բարակությամբ պետք է լինի խմորը, որպեսզի մատների գույնը հետևից երևա, հետքը հետևից երևա, իտալացիներն այդպես են ասում, այնքան բարակ պետք է լինի, որ այդպես բարակ լինի, այսպես, սիրուն երկար բացեք, որքան հնարավոր է։ Այ տեսեք, այսպիսի բարակ, սիրուն խմոր պետք է ստացվի, սիրելիներս, այնքան բարակ, որ թափանցիկ լինի։ Իտալացիները հենց այդպես էլ ասում են, ռավիոլիի խմորը պետք է շատ բարակ լինի, շատ նուրբ լինի։ Հիմա մի հատ է այսպես բացեցի, մի հատ էլ ենք բացում, որպեսզի իր վրա սիրուն գեղեցիկ շարենք։ Երկրորդն էլ բացեցի, հիմա հանգիստ կարող ենք արդեն լցնել։ Հիմա լցնելու համար մեզ ինչ է անհրաժեշտ, այսպես սիրուն գնդիկներ ենք անում, հեռավորություն պետք է պահենք անպայման, որովհետև պետք է տեղ ունենան, չէ՞, իրենց ծածկելու ու փակելու գեղեցիկ դարձնելու համար, այսպես սիրուն լցնում ենք հիմա։ Հետո արդեն կտրելուց ավելորդ խմորը հավաքելու ենք։ Հիմա եզրերը մի քիչ ջուր ենք անում, որպեսզի սոսնձվի։ Ես սիրելիներս առատ միջուկ եմ լցրել, ես չեմ սիրում, որ քիչ է լինում միջուկը, ավելի շատ պաստա է լինում, քան միջուկը, այդպես չեմ սիրում։ Հիմա կամ սովորական դանակով եք կտրում, կամ էլ հենց ռավիոլիի համար նախատեսված դանակով։ Եզրերն եմ սկզբից կտրում։ Հիմա տեղափոխում ենք զգուշությամբ, սիրելիներս, մի փոքրիկ ալյուր ենք անում ու տեղափոխում ենք։ Իդեպ կարելի է սառեցնել, եթե ցանկանում եք սառեցնել, հենց այսպես, որևէ սկուտերի վրա դասավորեք, սառեցրեք, հետո արդեն սառած վիճակում դրեք տոպրակների մեջ, երբ ուզում եք, հանում եք, եփում եք եւ ուտում եք։ Իսկ եփելու համար տարբեր տարբերակներ կան։ Նախ ջրի մեջ է եփվում ընդամենը 5-ից 10 րոպե, ոչ շատ։ Ջուրը հենց եռում է, սառը ջուրը դնում եք կրակին, եռացնում եք սիրուն,
Հետո երբ որ եռում է դնում եք մեջը ընդամենը 5-ից 7 րոպե, սիրելիներ, շատ չեն կեփում։ Իսկ համեմելու համար կարագով են ուտում, սալվիայով են ուտում, տարբեր տեսակի պանիրներով են ուտում, շատ հետաքրքիր տարբերակներ ունեն իտալացիները, շատ համեղ ուտեստներ ունեն, իսկ միջուկները բազմազան են։ Դիրյալ, շատ համեղ է։ Սա էլ էսպես, սիրելիներս, տեսեք, որ կես կիլոգրամ ալյուրով որքան շատ է ստացվում։ Դե իհարկե, եթե ավելի շատ բարակ գրտնակել, կարողանանք գրտնակել, ավելի բարակ ու ավելի շատ կստացվի, բայց ամենակարևորը, որ տանը պատրաստված են ու շատ համեղ են լինում։ Տեսեք, որքան գեղեցիկ է։ Ես հիմա այսքանը բնականաբար չեմ էփելու, սառեցնելու եմ, քիչ-քիչ կդնեմ սարցախցիկում, կսառեցնեմ ու հերմետիկ տոպրակների մեջ կծածկեմ ու կպահեմ։ Բայց երբ որ էփեմ, անպայման այս տեսանկյունի մեջ դուք կտեսնեք նաև էփված վիճակում եւ համտեսում է նաև։ Դե ինձ սիրելիները, շնորհակալ եմ, որ դիտեցիք, պատրաստեք տանել մեկ-մեկ։ Ամեն օր ոչ ենք պատրաստում, չէ՞, այսպիսի բաներ պատրաստի լինում են։ Կպատրաստենք եւ անվերջ կանենք։ Հաջողություն բոլորիս սիրելիներս։ Շնորհակալ եմ, որ մնացիք իմ հետ, որ իմ ալիքում եք։ Հաջողություն բոլորիս։